Այս տեսքն ունի Կալմայեգի թայֆունը, որի պատճառով ֆիլիպինյան շատ թաղամասեր պատերազմի դաշտից չեն տարբերվում։ Թայֆունի զոհերը ժամ առ ժամ ավելանում են, արդեն 188 մարդ է մահացել Ֆիլիպիններում, 135-ի ճակատագիրը հայտնի չէ, նրանց գտնել չի հաջողվում։ Ջրի հոսքը այնքան ուժեղ էր, որ երեխաների ու հարևանների հետ ստիպված էինք բարձրանալ տանիք։ Փոթորիկը մոտ 150 կմ/ժ արագությամբ հիմա շարժվում է դեպի Կամբոջա և Լաոս, անցնելով Վիետնամի կենտրոնական հատվածով։ Վիետնամ հասնելուն պես Կալմայեգը 5 մարդու կյանք է խլել, ավերել է Վիետնամի կենտրոնական ծովափնյա քաղաքները։ Խելահեղ քամին փշրել է տանիքներ, արմատախիլ արել ծառեր։ Տասնյակ հազարավոր մարդիկ փրկություն են գտել ապաստարաններում։ Ծովափին բիզնես ունենալն էլ սա է։ Եթե հետևեինք պաշտոնական տեղեկությանը, կիմանայինք գլխներիս գալիքն ու ավելի պատրաստված կլինեինք։ Կալմայեգի դեմն առնելու համար ներգրավվել է Վիետնամի բանակը։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։